Ավետման տոնի առիթով հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել ամենայն հայոց հայրապետը, որում մասնավորապես ասվում է. Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը եւ Սուրբ Աստվածամոր խոնարհ, հնազանդ ու հավատավոր կերպարը, որը դարձել է Աստվածանվիրումի երանելի վկայություն եւ բարի օրինակ ծառայել հայ կանանց համար բոլոր ժամանակներում։ Հոգենորոք այսօրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, աղոթքով, որ ազգը զորանա նոր մանուկների ծնունդով, եւ մեր զավակները Աստծո օրհնության եւ իրենց ծնողների հոգացության ներքո մեծանան, հավատավոր հոգով, հայրենիած սիրով եւ դասյարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված, հույսի եւ ամենայն առաքինությունների, որոնցով բարեզարդված իրենց հոգացությունն ու նվիրումը բերեն ընտանիքներում եւ եկեղեցական, ազգային ու հայրենական մեր կյանքում։ Հայցում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը Միածին Որդու առջև, որպեսզի Տերը իր Սուրբ աջի հովանու ներքո խաղաղ, անխռով ու բարոր պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու համայն ժողովրդին եւ օրհնի հայրենաշեն ու ազգաշահ բոլոր ջանքերը, ասվում է Գարեգին II շնորհավորական ուղերձում։